Պատերազմները միայն մարտի դաշտում չեն։ Դրանք հիբրիդային բնորոշմամբ համատեղում են ռազմական, կիբերտնտեսական և տեղեկատվական մեթոդներ։ Այս անտեսանելի ճակատում մեդիան դարձել է ամենահզոր գործիքներից մեկը, որը ձևավորում է ընկալումներ, բևեռացնում հասարակություններ, խաթարում պետությունների կայունությունը։ Մեդիայի ազդեցությունը գիտակցելը շատ կարևոր է հատկապես ժամանակակից հակամարտությունների պայմաններում։ Տեղեկատվական զենք է մեդիան, երբ որ իրեն օգտագործում են որպես զենք այն հանրության դեմ, որը գտնվում է հակառակորդ պետության թիրախում։ Հետևաբար հանրային տրամադրությունների և հանրային կարծիքի վրա ազդելու լավագույն գործիքներից մեկը տեղեկատվական դաշտն է և հատկապես մեդիան։ Ցեղասպանագետ Սուրեն Մանուկյանի խոսքով մեդիան այն գործիքակազմն է, որն օգտագործում են պետությունները պատերազմ վարելիս կամ հրահրելիս, նույնիսկ ցեղասպանություններ իրականացնելիս կամ կոծկելիս։ Տեղեկատվական պայքարում մեդիագործիքների էվոլյուցիան ակնհայտ է։ 19-րդ դարից մենք տեսնում ենք ինչքան մեծ ազդեցություն ունեն օրինակ թերթերը։ Ինչքան կարևոր է արևմտյան մամուլը հայոց ցեղասպանության մասին լուրը տարածելու համար։ Թերթերը կարող են օգտագործվել նաև բացասական իմաստով, օրինակ հոլոկոստի ժամանակ դեռ Շտյուրմեր ամսագիր կար, որը եւ եղավ առաջինը, որ սկսեց քարոզել, որ հրեաները իրենք մարդ չեն, իրենք հակամարդ են, նույնիսկ կարելի է ասել, եւ հրեաների ոչնչացումը դարձրեց շատ կարևոր, շատ այսպես հանրային եւ մարդկանց կողմից շատ այսպես ընկալելի մի բան։ Ավելի ուշ ֆիլմարտադրությունը եւ ռադիոն եւս կիրառվում էին որպես քարոզչական գործիքներ։ Նացիստական Գերմանիայում կար մի շատ հայտնի ռեժիսոր Լենի Ռիֆենշտալը եւ այդ կինը, որը իրոք ֆանտաստիկ տաղանդավոր մի այսպես արվեստի գործիչ էր, ինքը դարձավ փաստացի Հիտլերի խոսափողը եւ երկրորդ համաշխարհային պատերազմը դարձավ շատ հետաքրքիր նաեւ այսպես ռադիո մրցակցության դաշտ, երբ որ երկու կողմերն իրենց ռադիո սփռումը օգտագործում էին որպես լուրերի տարածման, հակառակորդի պատկերի ստեղծման եւ ընդհանրապես նարատիվների ստեղծման դաշտ։ 50-ական թվականներին տեղեկատվական գործիքների շարքը համալրեց հեռուստատեսությունը, որն իր մեծ վերահսկողությունը արդեն 2000-ականներին սկսեց աստիճանաբար զիջել համացանցին։ Այստեղ նույնպես շատ կարևոր մի բան տեղի ունեցավ, երբ որ մարդիկ ոչ միայն սպառում էին այն ինչ որ ես տալիս էին, այլ իրենք են ստեղծում կոնտենտ։ Եվ այստեղ նույնպես շատ կարևոր է մեդիայի դերը, մեդիայի, այսինքն ուղղորդված այն խմբերի դերը, որոնք քարոզ են տարածում, որոնք ունեն հստակ նարատիվներ, որոնք կարող են ինչ-որ մարդկանց մատուցել, այդ մարդիկ ընկնելով դրա ազդեցության տակ կարողանում են իրենք նույնպես մուլտիպլիկացնում են այդ էֆեկտը։ Այսօր տեղեկատվական դաշտում առկա մարտահրավերները շատ ավելի բարդ ու բազմազան են, քան թվում են առաջին հայացքից։ Հաճախ հանդիպում ենք կիսաճշմարտության, տեղեկատվական աճպարարության կամ աղճատման, կեղծիքների, այսպես կոչված լրատվական բադիկների։ Խնդիրը մեդիագրագիտության աստիճանի մեջ, այսինքն եթե մարդագրագետ է իրեն դժվար է խաբել, եթե մեդիագրագետ է իրեն դժվար է մեդիա ձևով խաբել։ Բայց պարզվեց, որ այդ բանաձևը այդքան լավ չի աշխատում, որովհետև խնդիրը շատ ավելի խորն է։ Խնդիրը խորն է այն առումով, որ ինքնին հասարակությունների ներսում, պետությունների ներսում խաբկանքը շատ է, ոչ միայն դրսից, այլև ներսից։ Հիբրիդային պատերազմը վերաձևակերպում է աշխարհը եւ մեդիան դրա կենտրոնում է։ Տեղեկատվական առաջին պաստառներից մինչև ժամանակակից սոցիալական ցանցեր այն կարող է միավորել կամ բաժանել, կառուցել կամ խաթարել։ Մեդիայի ազդեցության դեմ պայքարելու համար պետք է քննադատական մտածողություն, մեդիագրագիտություն եւ վստահելի աղբյուրների ընտրություն։ Ժամանակակից աշխարհում ճշմարտությունը մեր ձեռքերում է, եթե մենք պատրաստ ենք փնտրել այն։ Մերի Դանիելյան, Գևորգ Սյանոսյան, Վարդան Պողոսյան, Open Media։